Լև գրուպ հաստաբանական գրասենյակը շնորհավորում է բոլորիս ամանորը և Սուրբ Ծնունդը։ Թող 2026-ը լինի պարզ, արդար և հաջողություններով լի տարի։ Ջերմ բարեմաղթանքներով Լև գրուպ հաստաբանական գրասենյակ։ Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հերթական թողարկումն է։ Այս ժամի համար պատրաստել ենք օրվա ամենակարևորն ու բացառիկը։ Այսօր ընթերցվել է Մեծին տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հայրապետական հռչակագիրը։ Հայրապետը 2026 թվականը հայտարարել է հոգևոր կյանքի վերանորոգման տարի եւ այսուհետ ամեն տարի Սուրբ Ծնունդին հաջորդող կիրակի օրը պատարագի ժամանակ ընթերցվելու է նրա հայրապետական հռչակագիրը։ Արամ Առաջինն իր այս տարվա հռչակագրում նշել է, որ պարագայական որոշում չէ այս տարին հոգևոր կյանքի վերանորոգմանը նվիրելը, այլ հրամայական անհրաժեշտություն, հաշվի առնելով հայի կյանքի մեջ հոգևոր կյանքի առանցքային կարևորության նահանջը։ Հայրապետը նշել է նաեւ, որ այսօր իրավիճակից ելնելով հայ ժողովրդի մոտ հոգևոր կյանքը չի ներկայացնում այն նույն կենսական վիճակն ու հարազատ պատկերը, ինչպես եղել է անցյալում։ Հայ եկեղեցին դարձել է առավելապես ծիսակենտրոն, հետևաբար հրամայական եւ անհետաձգելի է ծիսական կյանքի բարեփոխումը ներկա պայմաններին եւ պահանջներին համապատասխանեցնելով եւ ժողովրդի գործուն մասնակցությամբ։ Առանց անտեսելու ազգային արժեքների կարեւորությունը անհրաժեշտ է, որ եկեղեցին հատուկ նախաձեռնություններով հանդես գա, շեշտը դնելով հոգևոր արժեքների վրա, ասվում է հռչակագրում։ Իրանում հայ ցուցարար է սպանվել Էջմին Մասիհի, Մաջիդիի թաղի բնակիչ։ Նշենք, Իրանի 15 նահանգներում բողոքի ակցիաները եւ բախումները շարունակվում են։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, ահաբեկիչներ են բերվել Իրան արտասահմանից։ Նրանք մզկիթներ են այրում, մարդկանց են սպանում, որոշներին գլխատում։ Այս մարդիկ այս երկրում տեղ չունեն։ Նրանք, ովքեր իսկապես երկրի մաս են կազմում, կարող են արտահայտել իրենց բողոքը։ Մենք կլսենք նրանց, կքննարկենք նրանց պահանջները եւ կլուծենք խնդիրը, բայց տեղում անմեղ մարդկանց սպանելը, հրդեհելը եւ բռնի կերպով ոչնչացնելը անընդունելի է։ Անվտանգության ուժերը բացահայտել են Իրանում անկարգությունների գլխավոր կազմակերպիչներին։ Նրանցից մի քանիսն արդեն ձերբակալված են, իսկ մյուսները կձերբակալվեն մոտ ժամանակներում։ Նման հայտարարությունն էլ իր հերթին արել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը։ Թե ոմանք մոլորության մեջ են եղել, շատերը եկել են հրազենով, այդ թվում հրացաներով եւ ատրճանակներով, ինչը վկայում է հստակ կազմակերպվածության եւ պլանավորման մասին։ Նրանց անհապաղ հարձակումները ռազմական եւ ոստիկանական կենտրոնների վրա փաստում են քաղաքացիական պատերազմ սկսելու եւ օտարերկրյա միջամտություն հրահրելու փորձի մասին։ 2025 թվականին Հայաստան է այցելել 2.26 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 2.5%-ով ավելի է 2024 թվականի ցուցանիշից, իսկ դեկտեմբերը Հայաստանի պատմության մեջ լավագույն դեկտեմբերն էր։ Այդ մասին են վկայում հրապարակված ցուցանիշները։ Հայաստանի համար ռեկորդային տարի էր եղել 2023 թվականը, երբ երկիրը 50,000-ով ավելի զբոսաշրջիկ է ընդունել, քան 2025 թվականին։ Նշենք, 2025 թվականի մայիսը, հունիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը, նոյեմբերն ու դեկտեմբերը Հայաստանի պատմության մեջ լավագույն ամիսներն են զբոսաշրջիկների ներհոսքի առումով։ 2025-ին Ռուսաստանից 216,000-ով պակաս զբոսաշրջիկ է ժամանել, քան 2023-ին։ Այնուամենայնիվ, այլ երկրներից ավելի քան 166,000 զբոսաշրջիկ է ժամանել, ինչը հանգեցրել է մոտ 50,000 ընդհանուր տարբերության համեմատած 2023 թվականին։ Հայաստանում զբոսաշրջության զարգացման 2026-30 թվականների ռազմավարական ծրագիր է ներկայացվել։ Ռազմավարությունը ուղղված է Հայաստանում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը եւ զբոսաշրջության մակարդակի բարձրացմանը եւ կոչված է օգնելու ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավել եւ ավելի լայն ու դիվերսիֆիկացված շուկա ստեղծել 5 տարվա ընթացքում։ Ռազմավարական ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է, օրինակ, մինչև 2030 թվականը ունենալ առնվազն 3 միլիոն ներգնաց զբոսաշրջային այց, ստանալ շուրջ 3.8 միլիարդ դոլարի եկամուտ զբոսաշրջությունից, որից 750 միլիոն դոլարը կարող է մուտք գործել պետական բյուջե, ունենալ 4.5 միլիոն ներքին զբոսաշրջային այց, ստեղծել այս ոլորտի հաշվին լրացուցիչ 20,000 աշխատատեղ։ Պլատոնին մերժում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում նրա ոչ ավանդական կողմնորոշման պատճառով։ Տեխասի համալսարաններից մեկում պրոֆեսորներին արգելել են վերլուծել պլատոնական երկխոսությունը, վկայակոչելով գենդերային գաղափարախոսությունը։ Խոսքը մի տեքստի մասին է, որտեղ փիլիսոփան համեմատում է հետերոսեքսուալ եւ միասեռ սերը եւ եզրակացնում, որ տղամարդկանց միությունը փիլիսոփայորեն ավելի կատարյալ է։ Երկխոսությունը նկարագրում է նաեւ մեծահասակի եւ երիտասարդի միջև հարաբերությունների հնագույն մոդելը, որպես դաստիարակության ձև։ Ավագը կրթում է, կրտսերը հուզական արձագանք տալիս։ Հենց այս պահն սկանդալի ու արգելքների առիթ է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լև գրուպ հաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար
ԴՈԿ կուսակցության շտաբի պետ Լևոն Բաղդասարյանը հայտարարություն է արել։ Որքանով է իրավաչափ պետության ղեկավարի կողմից այսչափ կոշտ եւ բացահայտ միջամտությունը եկեղեցու կյանքին, այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության մայի օրենքով եկեղեցին անջատ է պետությունից։ Ինձ համար բավականին տհաճ է անդրադառնալ մի բանի, որին նախ բազմիցս անդրադարձել եմ։ Գլոբալ հարթության վրա պետք է ընդհանրապես նայել հետեւյալ կարևոր հանգամանքին. ով ունի պոզիտիվ պարտավորություն համախմբելու ազգը, ով ունի պոզիտիվ պարտավորություն ցնցումների չտանելու հասարակությանը։ Օբյեկտիվ տեսակետից այդ պարտավորությունը ընկած է գործադիր մարմնի վրա եւ ինչու ոչ այդ պարտավորության կրողը պետք է լինի նաեւ եկեղեցին։ Արձանագրում եմ, որ այսօր ցավոք ոչ եկեղեցին, ոչ պետությունը չունեն նման ցանկություն վեր կանգնելու ամբիցիաներից եւ խաղալով հասարակության էմոցիաների վրա երկուստեք ամեն ինչ անում են, որպեսզի հասարակությանը տանեն պառակտման։ Նման դեպքում լոկալ առումով այո, իշխանությունը իդեմս վարչապետի չունի իրավունք միջամտելու, եկեղեցին էլ իդեմս հայ առաքելական սուրբ եկեղեցու ունի պոզիտիվ պարտավորություն համախմբելու, ոչ թե պառակտելու հասարակությանը։ Հայտնի փաստաբանը նկատում է նաև 2026 թվականը նշանավորվել է համապետական ընտրություններով եւ այս պահի սկսած հասարակությունը պետք է խորհի եւ հասկանա, թե վերջապես ում է տալու իր քվեն, որպեսզի գլխավոր պլան գնա պետությունը, պետականաշինությունը, այլ ոչ թե որոշ անձանց ամբիցիաները։ Վերջապես անհրաժեշտ է գիտակցել, որ օրենքի դիկտատորայի ուժով եւ բացառապես միասնաբար է հնարավոր ունենալ արժանապատիվ քաղաքացի, հզոր պետականություն, նշել է Լևոն Բաղդասարյանը։ Եվ վերջում օրվա տեսանյութ, ճանապարհորդություն դեպի երկրի կենտրոն, լուսանկարիչը տեսախցիկը կցել է հորատման սարքին եւ այն ուղարկել հնագույն սառցադաշտի ներս, 100 մետր խորության վրա։ Սառույցը միլիոնավոր տարիների սառած ջրի մեջ պահպանել է մոռացված գաղտնիքները մեր մոլորակին։ Այսօրվա համար այսքանը։ Իսկ դուք շարունակեք մնալ Փակ TV-ի հետ լուրերի հետքերով եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդը օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։